21-ամյա Կարոյի հարազատները արդեն 1 օր է, ինչ առաջին կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի սպասասրահից չեն հեռանում։ 1 օրվա ընթացքում իրենց որդուն այստեղ երկրորդ անգամ են վիրահատում։ 6 ժամ հետո մեզ հաջողվեց վերականգնել վերջույթը, հիվանդի վիճակը մնում էր կայուն ծանր, երբեմն ծայրահեղ ծանր։ Առավոտվա 7-ի կողմերը հայտնաբերվեց երակային բերանակցման խցանում և հիվանդը երկրորդ անգամ վիրահատվեց։ Դժբախտ պատահարի մանրամասները դեռևս հայտնի չեն, հարազատները պատմում են միայն, որ Կարոն բեռնատար վերելակով բարձրանալիս պատի ու վերելակի միջև թողել է իր ձեռքը։ Արդյունքում վերին վերջույթը անդամահատվել է։ Երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները սկսել են աշխատել 2 խմբով։ Մի խումբը վիրահատության է պատրաստել հիվանդին, մյուսները զբաղվել են կտրված ձեռքով։ Էքստրեմալ, անհետաձգելի շատ ծանր վիրահատություն է, որը նախատեսում է բանիմաց թիմի սերտ համագործակցությամբ։ Ուրախություն մեզ և հիվանդի, վիրահատությունը հաջողությամբ պսակվեց, ոտքից տեղափոխվեցին երակներ և երկրորդ անգամ վերականգնվեց ձեռքի արյան շրջանառությունը։ Հիմա հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը պահպանված է, վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր։ Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, ասում է բժիշկը, բայց եւ հավելում կրիտիկական պահը կարելի է անցած համարել։ Հիվանդի լիարժեք վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի, սակայն եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա եւ հետ վիրահատական շրջանը առանց խնդիրների անցնի, դժբախտ պատահարի մասին երիտասարդին միայն ձեռքի սպին կհիշեցնի։ Սյուզան Չիչակյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։